գրավում է ամբողջ Կովկասի տարածքը։ Արաբական անապատներից փչող ջերմային ալիքն արդեն Հայաստանում է եւ ակտիվ կլինի օգոստոսի ընթացքում։ Ամենաբարձր ջերմաստիճանը Սյունիքի Հովիտներում եւ Արարատյան դաշտում կլինի մինչեւ 42 աստիճան։ Պիկերը կգրանցվեն օգոստոսի 6-ին եւ 7-ին, այսպիսով ջերմաստիճանը կհասնի 41 աստիճանի, նույնը վերաբերվում է նաև Երևանի։ Հանրապետության ամբողջ տարածքում կավելանա փոշու մակարդակը, կնվազի հարաբերական խոնավությունը 40%-ից հասնելով 7-ի։ Ժամը 11-ից 17-ը ընկած ժամանակահատվածում նման ջերմային ֆոնում անպայման խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից։ Խորհուրդ ենք տալիս, որ արեգակի ուղիղ ճառագայթների տակ ֆիզիկական երկարատև աշխատանքը կարող է առաջ բերել արևահարություն։ Խորհուրդ ենք տալիս օգտագործել շատ հեղուկներ։ Մասսայական միջոցառումների ժամանակ դա կլինի համերգներ, հարսանիքներ, թաղումներ, ես չգիտեմ, խուսափել երկար ժամանակ արեգակի ճառագայթների տակ գտնվելուց եւ բացարձակապես խուսափել ալկոհոլային խմիչքներից։ Տաքոթի անոմալիան վնասակար կլինի գյուղատնտեսության համար։ Փոխօգտագործողներին գյուղփոխնախարարը խորհուրդ է տալիս այգիները ոռոգել առավոտյան եւ երեկոյան։ Եթե կատարեն աշխատանքները ոչ նշված օրվա հատվածներում, կունենանք հակառակ էֆեկտը, ոչ միայն նաև ասենք ջրի կատիները կծառայեն ոսպնյակի դեր եւ այրվածներ, այլ նաև համապատասխան բուժանյութերը գոլորշացումը կակտիվանա եւ կրկնում եմ էֆեկտիվությունը կլինի ցածր։ Արևի ուղիղ ճառագայթների տակ աշխատելիս պետք է լինել սպիտակ գլխարկով եւ հագուստով։ Հավաքած բերքն էլ պետք է պահել ստվերոտ հատվածներում, ծածկել կանաչ տերևներով։ Վիտալի Գրիգորյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։